Երեկ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված ժամեր անց կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակն այսօր առավոտվանից 2 ոստիկան էին հսկում։ Օրվա երկրորդ կեսին այնտեղ ևս մեկ քննչական գործողություն իրականացվեց։ Ուզարկությունը սկսենք ներսից, լրատվամիջոցները սպասեն դուրս։ Բացում ենք այն դուռը, որտեղ բավարարաբոդից Ղուկասյանն է սպասում։ Մի քիչ հետ գնացեք։ Այսպես թե հետ եք գնալու, բացեցիք մտակ հետ եք գնալու։ Արգելի լրագրողում են չեն, ուզարկությունը դա գաղտնի քննչական գործողություն։ Խնդրում ենք տեսաձայնագրությունների այս բանը կատարեցրեք, որպեսզի իրականացնող մարմինը քննիչը, այսինքն տեսաձայնագրության միջոցով իրականացնենք խուզարկությունը։ Իսկ երեք չեն կատար, չի կատարվել խուզարկությունը առգրավում լրատվամիջոցների ամենայնպես տեսակ չեմ դա մեր արտաքեյական վարույթ է, որը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ես կարող եմ ձեզ։ Սա ինչ վարույթ է, նոր վարույթ է քրեական։ Նախաքննության վերաբերյալ տվյալներ այս բան չեն կարող։ Այսինքն սա երեկվա գործի հետ կապ չունի, այն ինչ տեղի ունենում այսօր։ Ոչ, չունի, սա այլ վարույթ է։ Կես ժամ անց քննիչները դուրս եկան, ձեռքերին առգրավված իրեր, նրանց հետ հեռացան նաև ոստիկանները։ Քննչական կոմիտեից Ազատությանը հայտնեցին, թե նոր քննչական գործողությունը կապ ունի երեկ Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղի ունեցածի հետ։ Կոմիտեի խոսնակը նաև պարզաբանեց, որ խուզարկվել է ոչ թե Ղուկասյանի աշխատասենյակը, այլ դրա դիմաց գտնվող մեկ այլ սենյակ։ Երեկ, երբ իրավապահները քաղաքապետարանի ներսում ձերբակալում էին Ղուկասյանին, շենքի դիմաց էին հավաքվել նրա աջակիցները։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացել Գյումրիում։ Իրավիճակը մերթ ընդ մերթ լարվում էր, հրմշտոցներ եղան։ Զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով 33 հոգի է ձերբակալվել։ Ըստ քննչականի նրանցից մեկ տասնյակը կոմունալ բաժնի աշխատակիցներ են, հիմնականում վարորդներ, որոնք ըստ իրավապահների փակել էին ճանապարհը, խոչընդոտելով երթևեկությունը։ Մի քանիսը ոստիկանական մեքենաների անիվներն են ծակել։ Ձերբակալվածների մեջ է նաև մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանը, թե նրանցից քանիսին մեղադրանք կառաջադրվի, քննչականը դեռ չի հստակեցնում։ Իսկ Գյումրիի քաղաքապետարանում Ղուկասյանի կալանավորումից հետո խիստ զգուշավոր էին, հարցազրույցներից ու մեկնաբանություններից խուսափեցին, չբացառելով, որ շենքում ու սենյակներում լսող սարքեր կան։ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ նաև Վարդան Ղուկասյանին ու գլխավոր ճարտարապետին վերագրվող գաղտնալսումներ էր հրապարակել ու դրանք դրել մեղադրանքի հիմքում։ Չնայած շրջանառվող լուրերին քաղաքապետարանում գործադուլ չկար, բաժիններն աշխատում էին սպասարկում քաղաքացիներին, իսկ Ղուկասյանի լիազորությունները, որ կասեցվել են դատարանի որոշմամբ, կանցնեն նրա առաջին տեղակալին, իր փեսա Ավետիս Առաքելյանին։ Վարդան Ղուկասյանը նախքան պաշտոնը ստանձնելն էր ասել, թե ինչու է փեսային վստահում իր առաջին տեղակալի պաշտոնը։ Ես ոնց որ նպաստեմ ինչ որ մի բանի, որ ասենք պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փող քաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված։ Երեկ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ընթացքում քաղաքապետարանի շենքում դռներն ու պատուհաններն էին կոտրվել, այսօր դրանք պոլիէթիլենային թաղանթով էին փակված։